Դե ինչ շարունակվում է առավոտ լուսանսիելի հեռուստադիտողներ, չենք հեռանում արվեստից, մշակույթից, բայց մի փոքր պետք է հեռանանք կինոարվեստից, ինչու եմ ասում մի փոքր, որովհետև Հոլիվուդից ենք տեղափոխվելու Հայաստան եւ փորձելու ենք հասկանալ, թե երիտասարդները ինչպիսի աչքով են ուսումնասիրում արխիվը եւ պատմում մեր մեծանուն հայրենակիցների մասին, այս դեպքում Արա Հարությունյանի ծննդյան օրն է այսօր, որովհետև ուսումնասիրել են Արա Հարությունյանի կյանքը, գործունեությունը եւ իհարկե աշխատանքները եւ ստեղծել Արա Հարությունյանի Կոմիտասը խորագրով ֆիլմ, իսկ թե ովքեր են ստեղծել, կիմանանք հենց հիմա։ Շտապ ենք ներկայացնել մեր հյուրերին, որոնք արդեն տաղավարում են Երևանի թիվ 112 ավագ դպրոցի տնօրեն արվեստաբան Օվսան Նաքարամյան, բարի լույս։ Բարի լույս։ Եվ Երևանի թիվ 112 ավագ դպրոցի 12-րդ դասարանի սովորող նախագծի մասնակից Աննա Բաղդադյան, բարի լույս։ Բարի լույս։ Շնորհակալ ենք տաղավարում հյուրընկալվելու համար, առավոտը մեզ հետ սկսելու համար, թեման շատ հետաքրքիր է, նախագիծը եւս կարծես թե շատ հետաքրքիր է, խնդրեմ նախ ներկայացնեք ինչպես առաջացավ գաղափարը նմանատիպ նախագիծ անելու։ Նախ շնորհակալություն մեզ հյուրընկալելու համար։ Սիրով։ Գաղափարը առաջացավ նախ այս տարի 2024-25 թվականը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից հայտարարվել էր մշակութային կրթության տարի։ Մենք շատ ողջևորվեց դպրոցը այդ գաղափարով եւ հենց սեպտեմբերից գործի անցանք։ Մենք ունեցել ենք բազմաթիվ նախագծեր եւ նախագծային աշխատանքներում նոր չափորոշչով պայմանավորված եւ համադպրոցական ու սեպտեմբերի 26-ն էր ես իմ մի քանի աշակերտների հետ որոշեցինք նշել Կոմիտասի մեր մեծ երգահանի ծննդյան օրը եւ ներկայացնել Կոմիտասի պատկերը հայ արվեստում։ Շատ-շատերին էին մեր սովորողները ներկայացրել, բայց բոլորի ուշադրությունը ակամայից գրավեց Արա Հարությունյանի գարունաձուն արել այդ մարմարի կերպարը եւ այնտեղ նաեւ սովորողների հետ բացահայտեցին, որ ամենաշատը Կոմիտասին անդրադարձ կատարել է մեր մեծ քանդակագործ, մոնումենտալիստ, այո, Արան Հարությունյան Եվ գաղափարը հենց սեպտեմբերի 26-ին առաջացավ, ուսումնասիրել Արա Հարությունյանի արվեստը, մասնավորապես Կոմիտասյան շարքը։ Ստեղծվեց թիմ, մենք շատ մեզ մոտ արդեն կայացած այս թիմային աշխատանքը կոնկրետ դասարանով չէր պայմանավորված, այսինքն ամբողջ դպրոցով, այո, համադպրոցական։ Ինչ որ մի խումբ կար, ով շատ լավ մոնտաժային աշխատանքներ էր անում, ով տեքստերն էր ավելի խմբագրում, իհարկե հայոց լեզվի ուսուցչուհու, նաև օգնությամբ, Կոմիտաս թանգարան այցելություն, արխիվներ, այցելել ենք նույնիսկ Արա Հարությունյանի բնակարան, որտեղ Արա Հարությունյանի աղջիկը Սուսաննան Հարությունյան այով պատիվ ունեցանք եւ մեզ ներկայացրեց նաև այն էսքիզները, որը երբևէ չէր հրապարակվել։ Եվ մենք այո որոշեցինք հենց մեր մեծ քանդակագործի ծննդյան օրը այս ձևով շնորհավորենք, որովհետև նա իսկապես մեծ ժառանգություն է թողել մեզ բոլորիս եւ մենք պարտավոր ենք սերունդներին դա փոխանցել։ Քիչ առաջ էլ մեր գործընկերների պատրաստած տեսանյութի օգնությամբ մենք անդրադարձանք Արա Հարությունյանի բոլոր ստեղծագործություններին եւ հատկապես Կոմիտասը բնականաբար առանձնացված էր։ Աննա, ինչ փորձառություն տվեց այս աշխատանքը, այս ճամփորդությունը նաեւ կարող ենք ասել Արա Հարությունյանի ստեղծագործությունների հետ։ Շնորհակալություն։ Առաջին հերթին կուզեմ նշել, որ ավելի անմիջականորեն ծանոթացանք կարծես Արա Հարությունյանի արվեստին, Ինկեր Քարամյանը մեզ բացատրեց ավելի մասնագիտական անկյունից, ծանոթացանք արվեստագետի ընտանիքի անդամների հետ, առավելապես աղջկա հետ, մեծ պատիվ ունեցանք տեսնելու, ուսումնասիրելու արվեստագետի անձնական արխիվից ստեղծագործությունները, դրանք են գրաֆիկական աշխատանքներ, էսքիզներ եւ այլն, իսկ փորձառությունը ինքնին շատ յուրահատուկ էր, քանի որ առաջին անգամ ես ձայնագրվեցի ֆիլմի կադրերի տակ, այսպես ասած, իմ ձայնային տեքստը, իմ ձայնով է, այսպես ասած տեքստը, ուսումնասիրություններ կատարեցինք բավականին շատ ու պետք է նշել, որ հայ կերպարվեստում չկա երկրորդը, ով Արա Հարությունյանին պատկերել է այդքան շատ ու այդքան Կոմիտասին պատկերել է այդքան շատ եւ այդքան մեծ ներշնչանքով, ինչպես դա արել է Արա Հարությունյանը եւ այսօր էլ ինչպես նշեցինք մեծ արվեստագետի ծննդյան օրն է եւ այսօր մենք մեր փոքրիկ լուման կհատուցենք իր կատարած ահռելի աշխատանքի դիմաց մի փոքրիկ ֆիլմ նվիրելով արվեստագետին։
Այ ինձ շատ հետաքրքիր է ինչպես են անցել կազմակերպչական աշխատանքները, որովհետև նշեցիք, որ թիմը հավաքվել է, աշակերտները ներգրաված եղել թիմում, ինչպես եք կարողացել առհասարակ համախմբվել, ինչպես եք բաշխել աշխատանքը իրար մեջ եւ ինչպես եք համակարգել այս աշխատանքը, որովհետև ֆիլմ նկարահանելը շատ բարդ գործ է, այդպես ասում ենք ֆիլմ, փոքրիկ ֆիլմ, բայց ֆիլմ նկարահանելը շատ լուրջ աշխատանք է։ Ունենք Telegram-յան ալիք դպրոցով։ Ես ինքս որպես տնօրեն իրենց մի մասն եմ։ Նաև ունենք մեդիա չաթ են անում երեխեքը դրել, նորից ես մի մասն եմ։ Այդպես էս շատ արագ այդ հաղորդակցումը, այսինքն համագործակցությունը արագ է ստացվում։ Մենք դա անում ենք շաբաթ-կիրակի օրերը, այո, հանգստյան ժամանակ, որպեսզի ոչ դասերը տուժեն, ոչ իմ աշխատանքը, ոչ որևէ մեկի այնքան արագ է այդ ամեն ինչը լինում։ Ես եւս մեկ անգամ անընդհատ մեկը համոզվում եմ, որ այն ինչը շատ սիրով եք անում, ինքը անպայման ստացվում է։ Երբ ասում են, այո, բարդ է ֆիլմ նկարելը, բայց այնքան սահուն ստացվեց։ Նախ շնորհակալություն եմ ուզում հայտնել, այո, Կոմիտաս Թանգարան ինստիտուտին, ով մի անգամից մեզ հյուրընկալեց, ընտանիքին, կինոմիությանը, նաև աշակերտներին շատ կուզենայի, որ ֆիլմում լինեին Արա Հարությունյանի, որտեղ երեքին իմ ընկերներն են, հա, Վիգենը Ավետիսով հիմա Իտալիայում է, Արան Ալեքյան հիմա Միացյալ Նահանգներում է, բայց մեր աշակերտները ուրեմն ունեցել են առիթ ծանոթանալ Սահակետ Պողոսյան, ով էլի Միացյալ Նահանգներում է, այսինքն այս ֆիլմը կլինի սկիզբ նորի եւ ձնագնդիկի էֆեկտով մեծացնելու ամեն ինչ, որովհետեւ կարելի է խորանալ անընդհատ եւ անդրադարձ կատարել մեր շատ մեծ արվեստագետների թողած ժառանգությանը։ Սա կլինի մեկնարկը նորի ստեղծման։ Կարող ենք ասել, որ այդ քննարկումների խմբերում արդեն կան նոր անուններ արվեստագետների, որոնց մասին պատրաստվում եք հետագայում նկարահանել ֆիլմեր։ Անպայման լինելու է, անպայման, իհարկե կա, մենք ուսումնասիրում ենք հիմա Սուրենյանցի, այո, արվեստը եւ որպես թարգմանիչ, եւ որպես ճարտարապետ, եւ որպես նկարիչ, այսինքն բայց դա process է։ Ու ես ասեմ, ինչքան էլ ես լինելով արվեստաբան, մեր սովորողները այնպիսի մանրուքներ էին բացահայտում ու ինձ հետ կիսվում, նույնիսկ դեպքեր են եղել, ես եմ իրենցից սովորել։ Այս ամենամեծ երջանկությունն է եւ ամենամեծ վերջնարդյունքն է, որ այսօր մենք առաջի դիտումը կունենանք հենց մեր սովորողների, մեր ուսուցչական կոլեկտիվի հետ։ Իսկ այսքան ուսումնասիրելով Արա Հարությունյանի արվեստը եւ նրա ժառանգությունն առհասարակ մշակութային, ինչն է եղել ամենայսպես տարբերվող առանձնահատուկ բանը կամ գուցե նոր մի բան, որը բացահայտել եք եւ ձեզ իսկապես զարմացրել է, որը փորձել եք նաեւ ներկայացնել ֆիլմում։ Որ շատ կարևոր է, որ ինձ համար կոնկրետ որպես արվեստաբանի, որ կապ չունի սովորողը ինչ մասնագիտություն է ընտրելու, այդ արվեստի կապուտայրունը ես շատ եմ ուզել, որ բոլորի մեջ հոսի եւ ես զգացի, որ գնալով էլ ավելի են շատ անում արվեստով հետաքրքրվող մեր սովորողները։ Եվ այս ֆիլմը նաեւ պատճառ դարձավ, մենք ունենք 3 սովորող, ովքեր որ մեկը նվագում է ալտ, մյուսը դաշնամուր, մյուսը երգում է։ Սկզբից որ դպրոց եկան, իրենք լրիվ ուրիշ մասնագիտություն էին ընտրել։ Հիմա 3-ն էլ կոնսերվատորիա են ընդունվելու։ Սա ինձ համար նաև փոքրիկ հաղթանակ է, որը որ մենք գրանցում ենք այսօր։ Թեև պետականորեն այս տարին է ճանաչվել դպրոցներում մշակութային տարի, բայց ես վստահորեն կարող եմ նշել, որ այս 3 տարիների ընթացքում ուսանելով թիվ 112 ավագ դպրոցում յուրաքանչյուր տարին է եղել մշակութային, մեր դպրոցական կյանքը հագեցած է եղել բազմապիսի նախագծերով, միջոցառումներով, տարբեր նշանավոր մարդկանց հետ հանդիպումներով, զրույցներով եւ դա միանշանակորեն իր մեծ հետքն է թողել մեզ վրա։ Մենք արդեն ուրիշ աչքով ենք կարծես նայում ամեն ինչին, ավելի արվեստի կողմից, ավելի նրբանկատորեն եւ փորձում ենք ամեն ինչում գեղեցիկը տեսնել։ Ֆիլմը ցուցադրվելու է այսօր։ Այո, Կինոյի տանը, Կապույտ դալիճում շնորհակալություն Հարությունին Խաչատրյան եւ Արայիկին Մանուկյան, որոնք տրամադրեցին մեզ դահլիճը, այո, սա մեր համար ես վստահ եմ, որ հետո կտեղադրվի YouTube-ում եւ սա կլինի նաեւ վարակիչ մեր մյուս սովորողների, մյուս ուսումնական հաստատությունների համար թողնել մի հետք, որը կարող ենք սերնդեսերունդ փոխանցել։ Իսկ մշակույթի հետ անմիջական շփումը դա արժե համակարգի ստեղծման ամենակարևոր նախադրյալն է։ Նաև կարող ենք համարել, որ այս նախագիծը գուցե լինի մեկնարկ մյուս ավագ դպրոցների հետ համագործակցելու եւ նոր գաղափարներ իրականացնելու։ Մեծ սիրով մենք արդեն ունենք համագործակցության մի քանի նախագիծ,
շուտով համագործակցել եմ Փարաքարի արվեստի դպրոցի հետ, երաժիշտների հետ, նաև ստեղծում ենք նախագիծ քիմիան արվեստում, որը որ շատ հնարավոր է, այո, մեր մյուս ավագ դպրոց 184 դպրոցի հետ միասին միջոցառում ենք պատրաստում քիմիան արվեստում, նաև գործիքների ձայները, որը որ կարելի է նորից Ես մի անգամից պատկերները տեսա։ Այո։ Բայց մենք ասեմ, երբևէ շատ կապված լինելով մշակույթի ու արվեստի հետ, վաղը մեր դպրոցը մասնակցում է գիտության փառատոնին, երկու մեծ նախագծով քիմիան եւ կենսաբանություն, որը անցած տարի նորից ունեցել ենք հաղթանակ քիմիա առարկայից։ Շատ հագեցած է մեր սովորողների օրը, դրա համար մենք փորձում ենք շաբաթ-կիրակիներն էլ օգտագործենք։ Հիմա օրինակ գարնանային արձակուրդներ են սովորողների համար, բայց դպրոցում անընդհատ աշակերտներ են, հա, ու ամենակարևորը դա արվում է սիրով, հաճույքով ու իրենց նախաձեռնությամբ։ Այստեղ ես նորից այսօր փոքրիկ հաղթանակ եմ գրանցում, որը որ հույս ունեմ, որ գնալով կմեծանա։ Այո, վստահաբար մեծանալու է, մեզ երևի թե մնում է միայն հաջողություն մաղթել ձեզ հերթական անգամ, նախ այսօրվա պրեմիերայի համար եւ իհարկե գալիք բոլոր նախագծերի համար, մենք վստահաբար նաեւ կդիտենք ֆիլմը, երբ այն արդեն հայտնվի առցանց հարթակներում եւ հուսով ենք, որ առաջիկա արդեն նախագծերի ընթացքում էլ ժամանակ կունենանք, ձեզ կհյուրընկալենք մեր տաղավարում եւ անպայման կխոսենք նաեւ նոր նախագծերի մասին։ Շնորհակալ ենք անչափ ձեր բոլոր գաղափարները թող դառնան իրականություն, որովհետև կարծես փոխվում են նաև ճակատագրեր այդ նախագծերի ընթացքում, մարդիկ գտնում են իրենց սիրելի մասնագիտությունը եւ որոշում են կյանքը կապել արվեստի ու մշակույթի հետ, ինչը շատ կարեւոր է, ոգեշնչող ու ոգեվորող։ Շնորհակալ ենք անչափ։ Շնորհակալ։ Իսկ մենք շարժվենք առաջ սիրելի հեռուստադիտողներ, լսելով երաժշտություն։